Բարև ձեզ, կարող եք գնալ։ Մի երկու բան ասեմ տրանսպորտի մասին ու գնամ իմ գործերով։ Այս վերջերս շատ է ինչ-որ ավտոբուսների մեջ խնդիրներ առաջանում։ Ոչ միայն ավտոբուսի վարորդների ու ուղևորների միջև, այլ նաև հենց ուղևորների միջև։ Ու այստեղ այդ ավտոբուսի համար վճարել չվճարելու մասին չի, հա, ուրիշ ավելի խորքային խնդիր է։ Իրար չհանդուրժելը, այդ խնդիրներից մեկը իրար չհանդուրժելն է, իրար փորձել դասեր տալը, նայում ես մեծ մարդ է, բայց չգիտի, որ չի կարելի մյուսներին խանգարել։ Ներքին կրթության շնորհքի հարցը, հա։ Այստեղ այդ տոմսերը վճարել չվճարելու հարցը ավելի շուտ առիթ է, որ մարդիկ իրար հետ կռվեն։ Ամբողջ օրը լրատվականներից կան նյութեր, թե ոնց են մարդիկ իրար վիրավորում ավտոբուսների մեջ։ Օրինակ ես որպես ուղևոր մի բան ասեմ, երբ որ նոր էր այս QR կոդերը ավտոբուսներում, թղթային տարբերակով QR կոդերի մասին է խոսքը, վճարում էի կատարում, մի կին էր կողքս կանգնած 50 տարիքի կին, հավանաբար թորներ էլ կունենար։ Իրա QR կոդը պահել էր, ես անցկացրեցի իմ QR կոդը, ինքը գնաց նստեց իրա ընտրած տեղը։ Այսինքն մարդկանց մոտ փորձեց տպավորություն ստեղծել, որ այդ թղթի ձայնը, որ գալիս է, ոչ թե ես մուծեցի, այլ ինքը մուծեց։ Շուստրիի տեղ էր իրան դրել։ Ես մուծեցի, ինքը ձև բռնեց, թե իբր ինքը մուծեց։ Այս վերջերս էլ մետրոից էի օգտվում, քարտի հետ կապված հարց կար, դիմեցի աշխատողին, առանց ինձ լսելու, այնքան են զզվացրել, կարամ ուրիշի քարտով անցնեմ թեմաներով, առանց ինձ հարցնել, թե ինչի մասին եմ ես իրեն հարցնելու, միանգամից այդ մասին խոսեց։ Մի խոսքով վերջին այնքան են զզվացրել այդ թեմաներով, որ ով մոտենում է, գիտեն բոլորը չեն հասկանում, ոնց է ձևը։ Եթե դուք ուզում եք պետություն ունենալ, պետքա պահեք ձեզ քաղաքացու պես, հա, ոչ թե ինչ-որ չստացված շուստրիների, ովքեր ուրիշների հաշվին են մակաբուծում։ Ձեր պատկերացրած պետությունը հաջորդ օրը կքանդվի, եթե դուք այսպես ձեզ պահեք։ Եթե բոլորը ձեր նման պահեն, պետությունը հաջորդ օրը գոյություն չի ունենա։